Մինչ խորհրդարան չանցած կուսակցություններին անդրադառնալը բարգավաճ Հայաստանի շուրջ զարգացումները փորձենք հասկանալ։ Փորձագիտական շրջանակներում շրջանառվում է նաև քաղաքական գործարքի տարբերակը, այսինքն ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան ինչ-որ պայմանների դիմաց։ Տեսականորեն սա անհնար տարբերակ չէ, բայց գործնականում քիչ հավանական է։ Ավելի հավանական է, որ ինքը կանցնի, որովհետև ինքը քաղաքական առևտուր անելու խնդիր չունի։ Եթե իրեն պակաս էր, ասենք, մի քանի հազար ձայն, այդ դա կարող էր, մի քանի 100 ձայն դա կարող է լինել։ 68-ի դեպքում դու քաղաքական առևտուրի չես ենթարկվում։ Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա։ Եթե ԲՀԿ-ն չի անցնում, քաղաքացիական պայմանագիրը կունենա 64 մանդատ, ուժեղ Հայաստանը 29, Հայաստան դաշինքը 12։ Իսկ եթե ԲՀԿ-ն անցնի, ապա ՔՊ-ն չի ունենա падգամավորների թվի 3/5-ը եւ կզրկվի սահմանադրական օրենքների վերաբերյալ միանձնյա որոշումներ կայացնելու, պաշտոնյաներին միայնակ ընտրելու կամ պաշտոնից զրկելու հնարավորությունից, եթե ընդդիմադիր падգամավորների հետ համաձայնության գալ չհաջողվի։ Ստացվում է, որ ԲՀԿ-ի անցնելու պարագայում ՔՊ-ն է լուրջ կորուստ ունենում։ Այնպես որ սպասենք։ Իսկ ահա ԲՀԿ-ից ներքև դասավորված ուժերի համար որևէ սպասելու բան չկա։ Նրանց մեծ մասը ի սկզբանե գիտեր, որ ոչ մի հրաշք չի կարող տեղի ունենալ։ Ու նույնիսկ եթե արևա-արևմուտքից ծակեր ու մայր մտներ արևելք, ապա միևնույն է նրանք չէին անցնելու խորհրդարան, բայց դե մասնակցում էին ընտրություններին, այսինքն կար դրա համար կոնկրետ նպատակ, որն էր օրինակ միասնության թևերի նպատակը, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի։ Գաղտնիք չէ, որ դա շուտ ասոցացվում էր որպես երրորդ նախագահային հայկից ուժերի կողմից ուրեմն իրականացվող քաղաքական պրոյեկտ պետք է անցներ, որպեսզի նա արդեն կարողանար 2031 թվականի համար իր նախընտրական կամպանիան սկսել, որպես ընդդիմության արդեն այն թվականի առաջնորդ, բայց այդ պրոյեկտը փաստացի չաշխատեց։ Միասնության թևերը եւս վիճարկում են ընտրությունների արդյունքները, բայց մի փոքրիկ հաղթանակ արդեն ունի, փոքրիկ հաղթանակ մեծ գումարի տեսքով։ Կուսակցությունների մասին օրենքով 2 եւ ավելի տոկոս ստացած քաղաքական ուժերը իրենց յուրաքանչյուր քվեի դիմաց նվազագույն աշխատավարձի, այսինքն 1000 դրամի չափով գումար կստանան։ Միասնության թևեր կուսակցությունը տարեկան կստանա շուրջ 33 միլիոն 600 հազար դրամ, ու այսպես 5 տարի շարունակ։ Նույն օրենքի ուժով, բայց մի փոքր քիչ, տարեկան 30 միլիոն 800 հազար դրամ կստանա շնորհապետական կուսակցությունը։ Արմեն Բադալյանի կարծիքով այս քաղաքական ուժը եւս որոշակի նախագիծ է, որը կարող է օգտակար լինել ավելի շատ գործող իշխանություններին։ Երբ որ դուք նայում տեսնում եք, որ տեղամասեր կան, որ ուժեղ Հայաստանից ձայները դրել են շնորհապետականը, իսկ դա պատահական չի լինում, էլ, այսինքն այդ պրոյեկտն էր միգուցե աշխատացում, բայց հետո արդեն որոշեցին, որ կարելի է առանց իր առաջնորդվել։ Որոշ կուսակցությունների դեպքում սխալ էր քաղաքական հաշվարկը, ինչը օրինակ խանգարեց նոր ուժին, ըստ Արմեն Բադալյանի։ Քաղաքականության մեջ չի կարելի երևալ, հետո երկար ժամանակ կորել, ինչ որ մոնո ներկայացումներ խաղալ, հետո նորից գալ երևալ, այսինքն իրանց միֆը տրակեց է, որ ինքը շատ սիրված է։ Դոկ կուսակցության պարագայում էլ փորձագետի կարծիքով այլ հաշվարկում սխալվեցին։ Եթե կուսակցության առաջին դեմքի սոցիալական հարթակների լսարանի գոնե կեսը քվեարկեր, այս քաղաքական ուժն էլ կարող էր տեղ ունենալ խորհրդարանում այնպես, ինչպես տեղ ունեցավ Երևանի ավագանիում։ Շահեկան վիճակում չէին այն քաղաքական ուժերը, որոնք առաջ էին տանում Արցախի հետ կապված թեզեր։ Այս պահի դրությամբ Արցախը ձայն չի բերում, բերում էր արևմտամետությունը, բերում էր ինչ-որ ուրիշ ծրագրեր, փրկիչները, ռուսամետություն, բայց Արցախի հարցը ինքնին ձայն չէր բերում, դա չի նշանակում, որ Արցախը կարևոր թեմա չի, ուղղակի մարդիկ հասկացան, որ հիմա այդ պահը չի։ Մյուս քաղաքական ուժերի պարագայում պատկերը այսպիսին է. ոմանք այլևս վստահություն չեն վայելում, թեև են, ոմանք այնքան նոր են, որ դեռ փորձ ու ասելիք չունեն, եւ այլն։ Այս դաշտում էլ գործում են այսպես կոչվող ձայն փոշիացնող կուսակցությունները։ Պոլիտեխնոլոգիայում հայտնի որպես պատստավներ կանդիդատ, այսինքն դերացող տեխնացու, որը տարբեր խնդիրներ է լուծում, ձան փոշիացնել, քննադատել ուրիշին, փոքր գործիք է խնդիր է լուծում եւ միշտ չէ, որ դա անշահավետ է լինում, էլի։ Շատ դեպքերում դրա համար լավ վճարվում է։ Իդեպ վճարվելու են նաև ԲՀԿ-ն ու արդեն խորհրդարան անցած կուսակցությունները։ Բանաձևը այսպիսին է. 5-ից 15% ձայներ հավաքած կուսակցությունները յուրաքանչյուր ձայնի համար կստանան 500 դրամ։ 15-ից 25%-ի դեպքում յուրաքանչյուր ձայնի համար 250 դրամ, 25%-ից ավելիի դեպքում յուրաքանչյուր ձայնի համար 125 դրամ,
Բուն գումարային հաշվարկը այս բանաձևերով արդեն ինքներդ կարող եք անել։ Այստեղ արդեն մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, թե ինչ գումար կստանա իշխանական կուսակցությունը կամ երկրորդ ու երրորդ, գուցե վերահաշվարկից հետո չորրորդ ուժերը, որոնց միայն առաջին դեմքերի կարողությունների մասին հայտնի է բոլորին։ Արտակ Հովհաննիսյան, Սերան Հակոբյան, Հորիզոն։